Ռեյնյուս լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Մենք շարունակում ենք անջատել աղմուկն ու խոսել կարևորի մասին ձեզ Հայաստանի և աշխարհի լրահոսի պարզ ու թափանցիկ լուսաբանմամբ։ Ապարանում 3 տեղի ունեցած պտտահողմից հետո վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են։ Վնասների նախնական գնահատման, տուժածների աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը համակարգել է համայնքի ղեկավարը։ Պտտահողմը 4 անձի մարմնական վնասվածքի պատճառ է դարձել։ Ապարանում և Լուսագյուղում երեկվա տվյալներով մոտ 90 շենք, շինության տանիք և ավտոմեքենա է վնասվել, տապալվել են ծառեր։ Աշխատանքներում ներգրավված է փրկարարների մեծ բանակ, 137 անձի մասին է խոսքը։ Թարմ կադրերը մեր նկարահանող խմբից։ Տասնյակ տներ, ավտոմեքենաներ, խանութներ, շենքերի տանիքներ, 3 ապարանում տեղի ունեցած փոթորկի վնասների նախնական տվյալներն են։ Բնակիչները չեն էլ հիշում, թե վերջին անգամ նման աղետ քաղաքում երբ է եղել, բայց երեկվանից ոչ գազ ունեն, ոչ լույս։ Ջրամատակարարումն էլ միայն առավոտն է վերականգնվել։ Ասենք այսօր օրինակի համար լիքը բնակիչներ ենք ունեցել, որ եկել դիմել են վնասի հետ կապված, բայց մենք երեք դրանք մասին տեղյակ չենք ելել։ Սեփական սեկտորների հետ կապված ոչ մի բան չենք կարող ասել։ Իսկ գազի գիծը վնասված է, լույսն էլ երեկվանից չկա։ Տեսար։ Ամբողջ հոսանքները լցեմիջ։ Հերթական գործակարգավարական նիստում Երևան ավտոբուսի հաշվետու շաբաթն ամփոփելուց հետո Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ Մեն Մագնիշի ավտոբուսների անսարքության թիվը կրկին բարձր է և չբացառեց ընկերության հետ համագործակցության դադարեցումը։ Երևանի քաղաքապետը անդրադարձավ նաև տոմսային համակարգում սպասվող փոփոխություններին։ Ըստ հաշվետվության վերջին 1 շաբաթում տոմսային համակարգում վավերացումները բաշխվել են հետևյալ կերպ. տրոլեյբուսներ 87 միլիոն 953 հազար վավերացում, մետրոպոլիտեն 489.167, ավտոբուս 1 միլիոն 813.901, բացասական տարբերություն 87.443։ Թելսելի մեր գործընկերների հետ հասկացեք, որ ամսվանից սկսած, ամենայն հավանականությամբ երևի օգոստոսի 1-ից սկսած, թղթային տարբերակով այլևս չպետքա գործի QR-ները։ Խնդիրներից մեկը մեր նաև դա է։ Երևանում տրանսպորտի տոմսային համակարգում փոփոխություններ կլինեն։ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանը Տիգրան Ավինյանի QR-ներից օգտագործման դադարեցումը համարում է փաթեթները պարտադրաբար ձեռք բերելու գործիքակազմ, կոչ անելով բոյկոտել և ձեռք չբերել փաթեթները։ Մինչև տրանսպորտի QR-ների լինել-չլինելու հարցն է քննարկվում, վաղ առավոտից Քասախի բնակիչները աշտարակից Երևան մտնող մայրուղին են փակելու, պահանջում են երթուղի վերադարձնել 59 համարի ավտոբուսը։ Ուժի կիրառումից, սակայն ակցիայի մասնակիցները զերծ չմնացին, 11 անձ է բերման ենթարկվել, այդ թվում և անչափահասներ։ Դեպքի առթիվ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշտարակի բաժին։ Պրոշյան և Քասախ համայնքների բնակիչների դժգոհության ալիքը բարձրացրել են ապրիլի 5-ից, երբ Երևանի քաղաքապետարանը դադարեցրեց 25 և 59 ավտոբուսների երթուղիները, որոնց ուղևորը 150 դրամ էր։ Նոր երթուղին, որը սպասարկում է մուլտիտրանսպորտը, ունի 200-ից 250 դրամ ուղևորց, ընդգրկում է 7 կիլոմետր մինչև Աջափնյակի ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը 19:30-ին։ Նախկին երթուղին հասնում էր մինչև Հաղթանակի զբոսայգի, ոստիկաններից մեկը հարվածել է 24news.am-ի լրագրողին, որը փորձում էր հետաքրքրվել, թե ինչու են մարդկանց ուժ գործադրելով բերման ենթարկել։ Լրագրողի մասնագիտական լիազորությունները խոչընդոտելու, ոստիկանի կողմից նրան հարվածելու դեպքով ծառայողական քննություն կա։ Ոստիկանն արդեն հեռացվել է ծառայությունից, իսկ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտել է ոստիկանության ծառայողի նման վարքագիծը և ընդգծել, որ լրագրողների համար պետք է երաշխավորված լինի մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատշաճ միջավայր։ Տարածաշրջանային այս աստիճան լարվածությունը ինչ հետևանքներ կբերի, այս պահին դժվար է ասել, բայց մի բան պարզ է. Իրանը բանակցությունների սեղանին չի պատրաստվում նստել, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել գրոհները, հաղորդում է Reuters-ից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունն էլ հաստատում է, որ հետախուզական կազմակերպության ղեկավար բրիգադի գեներալ Մոհամմադ Քազեմիի և նրա տեղակալ Հասան Մոհաքեքի մահը Իսրայելի հարվածների հետևանքով է։ Իսրայել-Իրան պայթյունավտանգ
խոսության մանրամասները մեկ տեսաշարով։ Այսօր վաղ առավոտյան իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին եւ Հայֆա նավահանգստային քաղաքին։ Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր, որ գիշերային հարվածների ժամանակ երկրի կենտրոնական հատվածում զոհվել է 3 մարդ, տասնյակներով վիրավորներ կան։ Թել Ավիվի խիտ բնակեցված թաղամասում մի քանի բնակելի շենքեր ավերվել են հարվածից։ Վնասվել են նաեւ այն շենքերը, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների դեսպանատանը շատ մոտ։ Ինչպես գիտեք, Իրանը լայնածավալ հրթիռային եւ անօդաչու հարվածներով է պատասխանել Իսրայելի հարձակմանը։ Թիրախները եղել են Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում եւ այլ խոշոր քաղաքներում։ Արձակվել է շուրջ 150 բալիստիկ հրթիռ եւ 100-ից ավելի դրոն։ Վերջին պաշտոնական տվյալով Իսրայելում զոհվել է առնվազն 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Ցախալը Կիրակի ուշ երեկոյան հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական շրջաններում տեղակայված հրթիռային հենակետերին։ Իրանական մեհրը հայտնել է, որ իրանական կողմի հարվածները թիրախավորել են Իսրայելի Հադերա քաղաքի էլեկտրակայանը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ընտանիքի Կեսարիայում գտնվող նստավայրը։ Ըստ իրանական վերջին պաշտոնական տվյալի, Իսլամական Հանրապետությունում զոհերի թիվը հասել է 220-ի, որոնցից 70-ը կանայք ու երեխաներ են։ Հայտնի է, որ Կիրակի օրվա հարվածներից եւս 2 իրանցի բարձրաստիճան պաշտոնյա է զոհվել։ Լիլիթ Մուրադյան, Open Media։ Հորդանանը դեռ նախորդ շաբաթ հայտարարեց, որ թույլ չի տա, որ իր օդային տարածքն օգտագործվի Իրան-Իսրայել հակամարտության արանքում։ Բաքվի հայտարարությունն էլ չուշացավ։ Իրանի պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը նշել է, որ թույլ չեն տա իրենց տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողություններում։ Իսկ այսօր արդեն տելեգրամյան ալիքների հաղորդմամբ Ադրբեջանի ծովային սահմանից Բանդար Անգալի թռչող մի քանի իսրայելական թշնամական անօդաչու թռչող սարքեր հայտնաբերելուց հետո պաշտոնական ցանցը վճռական գործողություններ է ձեռնարկել եւ ոչնչացրել բոլոր թիրախները։ Պատերազմի թոհուբոհում միասնականության կոչերը զգացմունքային ֆոն են ստեղծում, բայց նաև պաշտպանության գործիք են դառնում։ Միասնականության եւ համերաշխության կոչ է արել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ նշել, որ իրենք ագրեսորներ չեն եւ որ Իսրայելի ագրեսիայի դեմ վճռական պայքարը պետք է ողջ ժողովուրդը մղի։ Մենք պատերազմ չենք փնտրել եւ չենք սկսել պատերազմը։ Մենք չենք սպանել երկրի բարձրաստիճան զինվորականներին եւ գիտնականներին, այլ այդ ահաբեկիչներն են սպանել, ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթում։ Իսրայելը կդադարեցնի հարվածները, եթե Իրանն ընդունի Միացյալ Նահանգների պահանջները, Իսրայելի խոսափողը վարչապետ Նեթանյահուն կոչով չի դիմել ժողովրդին, փոխարենը արշավը դադարեցնելու իր պայմաններն է ներկայացրել, Իրանին առաջարկելով ընդունել իր միջուկային ծրագիրը սահմանափակելու Միացյալ Նահանգների պահանջները, իսկ Թրամփին Իրանի թիվ 1 թշնամի է անվանել։ Խնդիրը մեր գոյությանը սպառնացող գործողությունները դադարեցնելն է եւ մենք մտադիր ենք դրանք դադարեցնել։ Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք դրանց հասնել, եթե նրանք պատրաստ են ընդունել նախագահ Թրամփի պայմանները, դա այլ հարց է, ասել է Նեթանյահուն։ Վարչապետը նաև հրաժարվել է մեկնաբանել այն տեղեկությունը, թե Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը վետո է դրել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա իսրայելական հարվածի համար։ Իսկ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տեղափոխվել է Թեհրանից հյուսիս-արևելք գտնվող Լավիսան շրջանում գտնվող բունկեր։ Iran International-ը հայտնում է, որ դա տեղի է ունեցել հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի հարվածից մի քանի ժամ անց։ Խամենեիի ընտանիքի բոլոր անդամները նրա հետ են։ Wall Street Journal-ը հղում անելով Թել Ավիվի իր աղբյուրին գրում է, որ Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի վերացումը։ Իրանը տեղեկացրել է Քաթարին եւ Օմանին, որ պատրաստ չէ հրադադարի վերաբերյալ բանակցությունների, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածները։ Իրանը հստակ նշել է, որ որևէ բանակցության չի գնա, քանի դեռ ենթարկվում է հարձակումների եւ պատրաստ կլինի խոսել միայն պատասխան հարվածներից հետո, հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկրում հավատարմագրված դիվանագիտների առջև ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն ուղղված ցանկացած համաձայնագրի վերաբերյալ Թեհրանի պատրաստակամության մասին։ Ըստ նրա, Իրանը հենց այս տրամաբանությամբ է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ եւ մասնակցել 5 փուլի։ Իրանի արտգործնախարարի խոսքով Թեհրանը պատրաստ է դադարեցնել հրթիռային հարվածները, եթե Իսրայելը դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները Իրանին
նկատմամբ։ Արաքչին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը նպատակ ունի խափանել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Նրա խոսքով Թեհրանը ափսոսում է, որ Միացյալ Նահանգները աջակցել է այդ հարձակմանը։ Նա նշել է, որ իրենք ունեն փաստաթղթեր, որոնք ապացուցում են Միացյալ Նահանգների ուժերի ներգրավվածությունը։ Մինչև Իրան-Իսրայել հակամարտության մեջ Թրամփին մեղադրում են աջակցության համար, Կանադայում Զելինսկի-Թրամփ հանդիպում է նշմարվում։ Միացյալ Նահանգների նախագահն արդեն Կանադայում է հունիսի 15-ից 17-ը անցկացվող G7 գագաթնաժողովին մասնակցելու համար։ Սպիտակ տան մամուլի խոսնակը հաստատել է Դոնալդ Թրամփի հանդիպումների մասին ինֆորմացիա, նշելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի անունները։ Ըստ Բլումբերգի կանխատեսումների G7-ի առաջնորդները կհրաժարվեն հանդիպումից հետո համատեղ հայտարարությունից Միացյալ Նահանգների նախագահի հետ տեսակետների տարբերության պատճառով։ Ֆրանսիայի նախագահը եւս Թրամփին ասելիք ունի մեծյոթնյակի շրջանակում։ Ֆրանսիան պատրաստ է Դանիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայի անվտանգությունն ամրապնդելու համար, հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Գրենլանդիայում ստեղծված իրավիճակը հստակ արտնացման կոչ է բոլոր եվրոպացիների համար, ասել է նա կղզու մայրաքաղաք Նաուկ կատարած այցի ժամանակ։ Մակրոնի խոսքով Եվրամիությունը կարծում է, որ կղզին չի կարելի ոչ վաճառել, ոչ էլ վերցնել։ Այն այժմ ենթակա է գիշատչական նկրտումների։ Ֆրանսիայի նախագահը Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու Թրամփի գաղափարն անվանել է խելագարություն եւ խոստացել է այդ հարցը քննարկել Սպիտակ տան ղեկավարի հետ հունիսի 16-ին նախատեսված G7-ի հանդիպման ժամանակ։ Վերադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը, կանցլեր Մերցը մինչև Ալբերտա մեկնելը հույս էր հայտնել, որ գագաթնաժողովի առաջնորդները կկարողանան ընդհանուր լեզու գտնել 4 հիմնական սկզբունքների շուրջ՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխարգելում, Իսրայելի գոյության սպառնալիքներից պաշտպանվելու իրավունքի հաստատում, հետագա սրացումից խուսափել եւ դիվանագիտության համար տարածքի պահպանում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի պաշտոնակից Սուբրամանյամ Ճայշանկարիի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են կայուն եւ սերտ համագործակցության կարևորությունը, հատկապես անկայուն իրավիճակներով։ Հիշեցնեմ, որ բառացիորեն մի քանի օր առաջ էր Մարսելի համաժողովի շրջանակում Միրզոյանը հանդիպել եւ բանակցել Ճայշանկարիի հետ։ Պայթյունավտանգ ռազմական գործողությունների ֆոնին խաղաղության օրակարգերի քննարկման զրույցներ դեռ տեղի են ունենում։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել կանխելու լարվածության սրումը եւ ընդգծել միջուկային բանակցությունների կարեւորությունը որպես վեճի լուծման միակ ճանապարհ։ Նա աջակցել է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը շարունակելու դիվանագիտական ջանքերը։ Էրդողանը զգուշացրել է Իսրայելի հարձակումների հետևանքով տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին եւ կոչ արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կանխելու աղետը։ Հաջորդ ուշագրավ զրույցը տեղի է ունեցել Պուտինի եւ Թրամփի միջև 50 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողություններն Իրանի դեմ, իսկ Թրամփը իրավիճակն անվանել է մտահոգիչ, ընդունելով Իսրայելի հարվածների արդյունավետությունը։ Քննարկման բուն թիրախը իհարկե Իրանի միջուկային ծրագիրն էր եւ Ռուսաստանի հնարավոր միջամտությունը։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը նույնպես չեն շրջանցել գերտերությունների նախագահները։ Պուտինը պատրաստ է պայմանավորվածության համաձայն հունիսի 22-ից հետո շարունակել բանակցությունները, իսկ Թրամփը կրկին նշել է իր շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական հակամարտության արագ ավարտի հարցում, ասել է Կրեմլի խոսնակը։ Զանգերի շղթան շարունակվում է։ Թուրքիայի եւ Իրանի նախագահները նույնպես քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը։ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե ամենավճռական կերպով դատապարտում է Իսրայելի հակաօրինական հարձակումներն Իրանի վրա եւ ցավակցություն է հայտնել իրանցի ժողովրդին։ Նա նշել է, որ Իսրայելի հարձակումները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են, որոնք ուղղված են ողջ տարածաշրջանը պատերազմի մեջ ներքաշելուն եւ որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձում է սաբոտաժի ենթարկել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների գործընթացը։ Էրդողանը նաև նշել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումներով փորձում է շեղել աշխարհի ուշադրությունը Գազայի ցեղասպանությունից։ Իրանի խորհրդարանը հաստատել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժինը դադարեցրել է գործունեությունը, այդ ընթացքում մոտ 200 ռուսաստանցի հատել է Իրանի եւ Ադրբեջանի սահմանը։
Եվ Իսրայել-Իրան հակամարտության վերջին թարմացումներին անդրադառնամ, ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բագայի Իսրայելը հարձակվել է Իրանի վրա, ըստ երևույթին Միացյալ Նահանգներից ստացված զենքով։ Մեր պատասխանը սիոնիստական կազմակերպությանը օրինական ինքնապաշտպանություն է, համաձայն միջազգային իրավունքի եւ մարդասիրական տրամաբանության։ Մենք բոլոր այն երկրները, որոնք աջակցում են սիոնիստական ռեժիմին կամ արդարացնում են նրա հարձակումները, համարում ենք այդ հանցագործությունների կողմնակից, ասել է Բաղային եւ շեշտել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր պարտավորությունները համաձայն կազմակերպության կանոնադրության եւ դատապարտի Իսրայելի գործողությունները։ Իսրայելի ագրեսիան արդարացնող հայտարարությունները եւ Իրանին զսպվածության կոչերը ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն եւ անպատասխանատվություն, ասել է դիվանագետը։ Նոր աշխատանքային շաբաթն առանց նոր ֆեյսբուքյան գրառման ենք սկսում, սակայն պետություն եկեղեցի հարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպվում են իրավաբանների եւ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բացման խոսքում Արա Սոհրաբյանը իրավաբան նշել է, որ հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների վերջին ալիքը առանձնանում է իր անամոթությամբ եւ նրանով, որ այն ղեկավարում է հենց վարչապետը։ Արման Թաթոյանի խոսքով իշխանության այս արշավը եկեղեցու դեմ կեղծ է եւ արվում է հատուկ նպատակներով։ Կարծիքով եկեղեցու Հայաստանի առաքելական եկեղեցու նկատմամբ այս արշավը կեղծ օրակարգ է ընդամենը եւ այդ կեղծ օրակարգը նրա համար է ստեղծված, որպեսզի ուշադրությունը նաև շեղել այն կարևորագույն մեր ինքնությանը սպառնացող այն կարևորագույն մարտահրավերներից, որոնք այսօր կան։ Open Media-ի հաջորդ լրատվական թողարկումը ժամը 18-ին է, փնտրեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում եւ Facebook-ում։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, կհանդիպենք։